Բարի վերադարձ, շարունակում ենք մեր եթերը եւ տեղափոխվում ենք գեղեցկության ոլորտ։ Եվ այսպես, Երևանի սրտում Սարյան 19 հասցեում գտնվում է մի կենտրոն, որտեղ գեղեցկությունը վերածում են արվեստի։ Բյութի ֆաբրիկում մասնագետները ոչ միայն ընդգծում են այցելուների գեղեցկությունը, այլև փոխանցում են սեր, ջերմություն եւ դրական էմոցիաներ։ Ունենք հրաշալի հյուր, ում հետ խոսելու են գեղեցկության, ինքնաարտահայտման, ժամանակակից տրենդների եւ մասնագիտական ճանապարհի մասին։ Կբացահայտենք պրոֆեսիոնալ դիմահարդարման հետաքրքիր գաղտնիքներ։ Իսկ մեր հյուրն է ոլորտում իր ձեռագրով եւ բարձր պրոֆեսիոնալիզմով առանձնացող մասնագետ Անի Կոստանդյանը, բարի առավոտ Անի։ Բարի դուրս։ Ոնց եք։ Շատ լավ, շնորհակալություն հրավերի ու շատ սիրուն ներկայացնելու համար։ Շատ լավ։ Ես տարալես, ես պատրաստում եմ։ Եկեք սկսենք ամենասկզբից, ինչպես ընտրեցիք հենց այս ճանապարհը եւ ինչու հենց այս ոլորտը։ Չեմ կարող ասել, որ գիտակցված եմ ընտրել, բայց շատ ուրախ եմ իմ ընտրության համար։ Իմ տնօրենը եւ իմ հորաքույրը Աշխեն Կոստանդյանը արդեն շատ հայտնի դիմահարդար էր, ու մոտ ես իմ ինստիտուտի տարիներին որոշել էի գնալ եւ սովորել ինքնադիմահարդարվել, բայց դա վերածվեց մի մեծ դիմահարդարման կուրսի, որից հետո ես որոշեցի անպայման աշխատել ու արդեն 14 տարի է այս ոլորտում եմ, մեծ սիրով աշխատում եմ եւ մեծ սիրով ամեն առավոտ արթնանում եմ իմ հարսնացուների եւ իմ հաճախորդների համար։ Եվ հետաքրքիր է, քանի որ ոլորտը օրեցօր է զարգանում եւ առաջ գնում, այստեղ երևի այն բացառիկ տեղերից է, որտեղ չենք կարող ինչ-որ բան անել եւ մնալ միշտ նույնը անելու հույսին։ Հետաքրքիր է, ձեզ դուր են գալիս այն ուղղությունները, այն տրենդները, որոնք դիմահարդարումը բերում է ժամանակի ընթացքում։ Ինձ ընդհանրապես շատ դուր է գալիս այն շարժը, որը կա մեր ոլորտում ու անընդհատ ինչ-որ հեղափոխշրջումների մեջ ենք լինում, անընդհատ անում ենք մի բան, որը նախորդ ամսում կամ չգիտեմ շաբաթում չէինք անի հաստատ կամ հակառակը անընդհատ փորձում ենք ինքնակրթվել, ինքնակատարելագործվել ու այդ շարժը շատ հաճելի է, բացի այդ իմ մասնագիտությունը շատ դրական է ու բարեբախտաբար ես շփվում եմ միայն լավ առիթներով եւ ուրախ մարդկանց հետ, ինչը ինձ համար շատ կարևոր է ամեն առավոտ արթնանալիս։ Շատ լավ, հենց այս ոլորտը ավելի ակտիվ է առավոտյան, երեկոյան, թե գիշեր, այսինքն երբ են ավելի շատ մարդիկ որոշում, որ պիտի ուշադրություն դարձնեն իրենց արտաքինին դիմահարդարմանը։ Բնականաբար առավոտյան, բայց դա չի նշանակում, որ ցերեկը կամ երեկոյան ժամերին չենք ունենում պատրաստվող եւ դիմահարդարվող հաճախորդներ, այսինքն ամբողջ օրը մեզ մոտ աժիոտաժ է, ինչը միգուցե նման չէ, ժամերով նման չէ աշխատանքը մեր իրար, բայց միևնույն ժամանակ անընդհատ նույն տեմպի մեջ ենք։ Եվ կարծում եմ հարսիկներին դիմահարդարելը պատասխանատվության այսպես ամենաբարձր տեղում է, ոնց եք կարողանում այդ պատասխանատվությունը կրել պատվով, որովհետև ես գիտեմ, որ քաղաքի ամենապահանջված մասնագետն եք հենց հարսիկների գծով։ Շատ շնորհակալություն, իրականում հարսի դիմահարդարումը եւ հարսի հետ այդ պատրաստությունները ինձ շատ հաճելի են, իհարկե պատասխանատվությունը շատ մեծ է եւ ամեն օր արթնանալիս ամեն հարսի հետ ունենում եմ նույն զգացողությունները, նույն հուզմունքը, որպեսզի հանկարծ չնպաստեմ իր օրը որևէ կերպ փչացնելուն կամ ինչ-որ տրամադրության անկումներին, դժվար է, բայց շատ հաճելի է ու այդ տեմպի մեջ փորձում եմ ավելի շատ կենտրոնանալ աշխատանքի վրա, քան դժվարությունների։ Ժամանակակից տղամարդիկ էլ հետ չեն մնում այդ ամեն ինչից, որովհետև փորձում են նաև իրենք իրենց կարգի բերել ու ներկայանալ հատկապես, հարսանյաց տոնին հավուր պատշաճի։ Կա արդյոք տղամարդկանց համար նախատեսված այդ գիծը, որովհետև մենք գիտենք, որ խնամքի միջոցներ շատ կան, հատկապես դեմքի համար, ինչ եք դուք առաջարկում։ Նախ ես շատ ուրախ եմ, որ մեր տղամարդիկ փեսացուները արդեն սկսել են ավելի լուրջ վերաբերվել այդ օրվան ու շատ պատրաստվում են, որովհետև մինչև այդ, եթե խոսում էինք խնամքի մասին, միշտ պատկերացնում էինք այն մարդկանց, այն տղաներին, ովքեր բեմում են լինում, արտիստ են կամ ստիպված են ունենալ լավ տեսք կադրի համար, իսկ հիմա այդ կարծրատիպը փոխվել է ու տղամարդիկ փորձում են իրենք էլ այդ օրվան պատրաստվել նույն կերպ, ոնց կանայք,
մեկ վերջերս reel ունեի տեղադրած համացանցում, որտեղ խոսում էի, որ պարտադիր է, որ տղամարդիկ նույնպես ունենան շատ թեթև գրիմ դեմքին, որպեսզի կանանցից չտարբերվեն իրենց մաշկի խնամվածության աստիճանով եւ միևնույն ժամանակ օգնեն, որպեսզի աղջիկները շատ պատրաստված տեսք չունենան։ Իհարկե դա շատ տարբեր կարծիքների տեղիք տվեց, բայց կարծում եմ մեծամասնությունը համաձայն էր ինձ հետ, որ ամոթ չէ ունենալ գրիմ եւ վաղուց արդեն ամբողջ աշխարհում դա շատ ընդունված նորմ է։ Ես կարծում եմ ապրում ենք մի երկրում, որտեղ պետք է մի համարձակ մարդ, ով կկոտրի կարծրատիպ, սկզբում դա կլինի տարօրինակ մարդկանց համար, բայց հետո հերթով բոլորը կգրանցվեն եւ իրենք առաջինը կուզեն լինել հենց այդ գեղեցիկ փեսացուն։ Այո, ցավոք սրտի սրահը միայն տրամադրում է կանացի սպասարկում, տղամարդկանց հետ չենք աշխատում, բայց ես մեծ հույս ունեմ, որ այն սրահները, որոնք աշխատում են տղամարդկանց հետ եւ տղամարդկանց համար, անպայման այս ծառայությունը կներառեն իրենց աշխատանքի մեջ։ Իսկ Անի ջան, նկատել եք, որ դիմահարդարումը կարող է ինքնավստահություն ձևավորել եւ դիմահարդարումից հետո մարդը լրիվ փոխվի ինքնավստահության առումով, այսինքն լինի ավելի ինքնավստահ եւ ավելի, այսպես ինքը իրենից գա։ Մշտապես դիմահարդարումը ավելի շատ ինքնավստահության մասին է, քան կատարած աշխատանքի։ Եթե դու լավ մասնագետ ես ու կարողանում ես քո աշխատանքը եւ լավ կատարել եւ այդ ինքնավստահությունը, այդ գեղեցկության զգացողությունը տրամադրել, փոխանցել նաեւ հաճախորդին, ապա դու անպայման շահում ես, որովհետեւ միգուցե ես անեմ աշխատանք, որը ինձ շատ դուր է գալիս եւ իմ կարծիքով շատ պրոֆեսիոնալ է, բայց դա չլինի այն մարդու ներսից, ով դա կրելու է եւ ես չկարողանամ այդ ինքնավստահությունը փոխանցել իրեն։ Դրա համար շատ կարեւոր է, որպեսզի կարողանանք նաեւ աչքերով փոխանցել այդ զգացողությունը գեղեցիկի, որը մենք ենք տեսնում։ Հավերժ ծառացած հարց կա տղամարդկանց մոտ, որոնք երբեք չեն կարող իմանալ, թե ինչ է ուզում կինը։ Դա իհարկե դարերից եկած եւ դարեր գնացող հարցն է։ Իսկ կինը կարող է իմանալ ինչ է ուզում դիմացի կինը, երբ նստած այն աթոռին, որտեղ ինքը պիտի արդեն պատրաստվի իր հանդիսությանը։ Երբեմն կինն էլ ինքը իրեն չի հասկանում, բնականաբար դիմացի կինն էլ չի կարող հասկանալ, բայց փորձում ենք ուշադրությունը շեղել եւ այն կետերում, որտեղ որ կանայք կասկածում են, չեն կողմնորոշվում, անպայման փորձում ենք որևէ կերպ շեղել եւ իրեն դնել մեկ ուրիշ ուղու վրա։ Եվ սովորաբար ստացվում է մեկ հայտարարի գալը։ Այստեղ ամեն ինչ գալիս է նրանից, թե ինչքան գեղեցիկ է իրեն կինը զգում, որովհետև գեղեցկությունից արդեն ավելի ինքնավստահ է դառնում, բոլոր այն մանրուքները, որոնք օրվա ընթացքում իրեն կարող էին խանգարել, կարելի է ասել, չեզոքանում են։ Ես գիտեմ, որ ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է ոչ միայն սպասարկման առումով, այլև մասնագետ դառնալու առումով, այսինքն մարդիկ շատ ցանկանում են լինել մեյքափ արտիստ, լինել ոլորտում, գեղեցկության մշտապես այս տենդենսների մեջ եւ դասընթացների առումով, սեմինարների առումով որևէ նորություն ունենք։ Այս տարի ես ինքս պլանավորում եմ ունենալ մեծ սեմինար Երևանում, փետրվար ամսին կկայանա, նախապատրաստական աշխատանքներն արդեն տարվում են եւ փորձում եմ հաջորդ տարվա առաջին ամսին արդեն այդ ինֆորմացիան տրամադրել, թե որտեղ է կայանալու եւ ինչ պայմաններով։ Իսկ ընդհանրապես մշտապես մենք ունենում ենք դասընթացներ եւ սեմինարներ, որոնց միջոցով փորձում ենք ինչ որ կերպ ոլորտում ասելիք ունենալ եւ մեր ասելիքը տրամադրել նաեւ իրենց փորձի փոխանակում կազմակերպել, որովհետեւ այստեղ շատ կարեւոր է ոչ միայն մեր փորձը տալը, այլ նաեւ իրենցից վերցնել այն, ինչ որ մեզ հետաքրքիր է։ Շատ լավ, մի այսպեսի հարց է եղել է այնպես, որ նույն հարցը մի քանի անգամ գա ձեզ մոտ որպես հարց։ Եղել է, իրականում շատ ծիծաղելի պատմություն կար, ես հաճախ եմ պատմում, ես չէի հիշում իր դեմքը եւ երբ երկրորդ անգամ արդեն ինձ մոտ էր, անընդհատ հարցնում էի, բայց ես ձեր հարցի դիմահարդարումը էլի եմ արել, ինքը անընդհատ փորձում էր թեման շեղել, ես անընդհատ համառորեն հարցնում էի, ու երբ էլ չդիմացավ, ասեց, այո, Անի ջան, ես երկրորդ անգամ եմ ամուսնանում, առաջին անգամ էլ եք դուք արել, ասում եմ, բայց ինչի եք թաքցնում, այդ գիտեք իմ համար ինչ մեծ պատիվ է, որ փեսան փոխվել է, բայց դիմահարդարը ոչ։ Հարցը նույնն է մնացել։ Այո, իրականում մի քանի անգամ եղել են նման դեպքեր, ես միայն ուրախ եմ, որովհետև շատ կարևոր է, որ մեկ անգամ կյանքը չդասավորելուց հետո երկրորդ անգամ անպայման գոնե հնարավորություն ունենալ ամեն ինչ շտկելու։ Եվ բացի այդ այնքան գոհ լինել, որ կրկին այո, որ կրկին դիմեն նույն մասնագետին, այսինքն այստեղ իմ ֆակտորը մի քիչ ավելի շահեկան էր։
Նաև մայիսին, եթե չեմ սխալվում, OMC-ն անցկացվեց այսպես մեծ միջոցառում, որը ամենամյա է, թե տարվա մեջ 2 անգամ է Առաջին անգամ էր Հայաստանում, առաջին անգամ միջազգային մակարդակով OMC World կազմակերպությունը թույլտվություն էր տվել, որպեսզի կարողանանք Հայաստանում անցկացնել մրցույթ, իսկ ընդհանրապես ամենամյա մրցույթներ լինում են սեպտեմբեր ամսին Փարիզում եւ աշխարհի մակարդակով, որին մենք փորձում ենք միշտ մասնակցել եւ ունենալ մեծ թիմ, որը մեզ հնարավորություն է տալիս նախ աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու մեր պետությունը եւ նաեւ տեսնելու թե ինչ է կատարվում աշխարհում եւ ինչպես են մտածում մեզպես աշխատող, բայց տարբեր երկրներում եւ տարբեր մենթալիտետ ունեցող դիմահարդարներն ու վարսահարդարները։ Եվ հետաքրքիր է համացանցը այս առումով որքան ներգործություն ունի, այսինքն ինքը ամեն դեպքում թելադրում է, չէ, իր տրենդները եւ նաեւ դիմահարդարման ոլորտը չի շրջանցում։ Այո, չգիտեմ ի ուրախություն մեզ թե ոչ, բայց այսօր համացանցը շատ ավելի աշխատող է, քան իրական կյանքը եւ դու կարող ես լինել շատ զբաղված մասնագետ, շատ հաջողակ, բայց եթե դու չունես Instagram-յան էջ կամ չունես ակտիվություն որևէ սոցցանցում, ապա քո ամբողջ աշխատանքը կարող է ջուրը ընկնել, դրա համար փորձում ենք համատեղել եւ անպայման ուշադիր լինել նաեւ մեր աշխատանքի այդ ճյուղին։ Շատ լավ, նորաձևության մեջ հագուստի կա տարվա գույն կամ տարվա, չգիտեմ, երանգներ, իսկ մեյքափում էլ կա եւ եթե կա, ապա 26 թվականին ինչն է ավելի արդիական լինելու։ Այո, կա, անպայման, ուղղակի դիմահարդարման ոլորտում առանձնացնում են գոնե 3 ուղղություն՝ արևելյան ճյուղ, արևմտյան ճյուղ եւ ամերիկյան, հոլիվուդյան ուղղությունը, այստեղ պետք է հաշվի առնել, թե դու որ ուղղության կրողն ես, նոր որոշել ինչ տենդենսների հետևես, բայց ամբողջ աշխարհում կարելի է ասել այս տարի գնում ենք դեպի առողջ թեթև բնական մաշկին եւ ի ուրախություն ինձ շատ ակտուալ կլինեն գույները այս տարի, հատկապես կապույտի երանգները, չգիտեմ դա ինչով է պայմանավորված, բայց ամեն դեպքում շատ ակտուալ են արդեն գունավոր ներկված աչքերը, որը իրականում շատ լավ է, որովհետեւ այնքան մենք փորձեցինք լինել նուդ բնական գույների մեջ, որ մեզ սկսել է մեր կյանքում պակասել է գույնը, ինչը արդեն այս տարի հնարավորություն կունենանք օգտագործել։ Երևի ռետրոն, որ նորից թարմացավ եւ ինչ որ այդ գիծը ուժ վերցրեց, որովհետեւ այն ժամանակ վառ գույներն էր, որոնք։ Այո, դե ընդհանրապես ռետրոն ցանկացած ժամանակաշրջանի կրկնությունն է, ինքը ոչ թե առանձին ժամանակահատված է, այլ յուրաքանչյուր տասնամյակը մեկ այն կրկնվում է եւ այն ռետրոն, որը մեզ համար ակտուալ է հիմա, չգիտեմ, 20-ականներին մի քիչ ավելի ուրիշ էր, բայց ամեն դեպքում գույները շատ արագ են նորաձևությունից դուրս գալիս, շատ արագ են հոգնեցնում, դրա համար խորհուրդ կտամ շատ կարևոր առիթներին, շատ այն առիթներին, որոնք կյանքում մեկ անգամ են լինում, օրինակ հարսանեկան առիթներին, խուսափել շատ գույներից, որպեսզի հետո չփոշմանեն։ Եվ տրենդերին հետևելով ինձ հետաքրքիր է ինչին խորհուրդ կտաք շատ ուշադրություն դարձնել բացի գույներից եւ ինչին կուրորեն չհետևել, որովհետեւ մենք այստեղ խնդիր ունենք երբեմն իրար նմանվելու, այսինքն նույնիսկ տղամարդիկ երբեմն բողոքում են, որ դրսում տեսնում են նույն դեմքով աղջիկների։ Ինձ համար շատ կարևոր է անհատականությունը, տրենդերին միշտ է պետք է հետևել, եթե դու աղջիկ ես հատկապես, դու անընդհատ ուզում ես շարժի մեջ լինել եւ նորաձևությունից չկտրվել, բայց միևնույն ժամանակ պետք է հիշել, որ դու անհատականություն ես, շատ կարևոր է հաշվի առնել քո դիմագծերը եւ երբեմն այն դիմահարդարումները, որոնք գեղեցիկ են այլ աղջիկների դեմքին, քեզ համար շահեկան չեն եւ գեղեցիկ չեն, դրա համար կարևոր է ուսումնասիրել դեմքը, դիմագծերը եւ հասկանալ ինչն է ավելի գեղեցկացնում ձեզ, հենվել դրա վրա։ Եվ արդեն երևի թե կկրկնվեմ, բայց կարևոր է հաշվի առնել ոչ թե տենդենսները, այլ այն տեսքը, որը դու պատրաստ ես տեսնել, օրինակ 10 տարի հետո եւ չփոշմանել քո ընտրած լուքի, չգիտեմ, ընդհանուր կերպարի համար։ Ամեն դեպքում, եթե տատանվում եք, ձեր մեյքափի հետ կապված, մասնագետները բյութի ֆաբրիկում պատրաստ են միանգամից ճիշտ ուղղորդել ձեզ ու դուք նորից ու նորից կլինեք աշխարհի ամենագեղեցիկը։ Ես ուզում եմ ձեզ ողջունել եւս մեկ անգամ։ Շնորհակալություն, որ նման հետաքրքիր գիծ եք վերցրել եւ դա շատ կարեւոր է, որովհետեւ շատ նուրբ հարց է։ Եվ մաղթել ձեզ հաջողություններ 26 թվականին։
Եվ ուզում եմ նվիրել Իջևանի Սարգոն սպիտակ չոր գինի, սա կարծում հաճելի համադրություն կլինի տոներին ու գեղեցիկ օրերի համար։ Եվ նաև բացիկ, ամանորյա բացիկ, արևոք բացիկը, որտեղ ներառված են սիրված երգերից ֆրազեր։ Այստեղ իհարկե թաթարը էլ ինչ տոնածառ առանց պապ, ձմեռ պապ։ Այս բացիկն էլ նվիրեք հաճելի նվերի հետ ձեզ համար կարևոր հարազատ մարդուն։ Շնորհակալ եմ ու ուզում եմ, որ հաջորդող տարին բոլորիս համար լինի հաջողությունների եւ առողջության տարի, իսկ մնացածը մենք ինքնուրույն կունենանք։ Շնորհակալություն շատ։ Դե Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։